Ես ևս հակերճ անդրադառնամ օգտագործվող եզրութաբանությանը, անազատության մեջ պահվող անձը բավականին չեզոք եւ ընդգրկուն տարօրինակ հասկացություն է, եւ թերևս բարձր ամբիոնից վիճակը նկարագրելու համար կարող էր օգտագործվել, այն ներառում է նաեւ քաղբանտարկյալներին եւ ես նշեմ, որ Արցախի նախկին ղեկավարությունը ըստ էության ռազմագերի չէ եւ ոչ էլ քաղաքացիական գերի այն առումով, որ նրանք մարտական գործողությունների զոնայում հայտնվող եւ դրանով պայմանավորված երևալված անձինք չեն, դրանք Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից պահանջված անձինք են, որոնք պետք է ցուցադրական պատժի ենթարկվեին Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու, Արցախի անունից հանդես գալու եւ այլ օրինական գործողությունների համար։ Դրա համար այս հասկացությունը այո ներառում էր նաև քաղբանտարկյալներին։ Ես այստեղ սկզբունքային խնդիր եմ տեսնում բնույթի հետ կապված, օրինակ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված կամ դատապարտված եւ օրինական պատիժ կրող անձինք բոլորը անազատության մեջ գտնվող անձինք են։ Արդյոք մենք չպետք է խոսեինք այդ անազատության բնույթի մասին, համարձակորեն նշելով, որ անազատության մեջ գտնվելը ապօրինի է, ոչ օրինական է, եւ սա է պահանջը, որ միջազգային հանրությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Հայաստանի Հանրապետության հասարակությունը պետք է պահանջատեր լինեն ապօրինի ազատությունից զրկված անձանց անհապաղ ազատ արձակմանը եւ կարծում եմ այս կարեւոր իրավական որակումը պետք է տրվեր նաեւ քաղաքական ամբիոնից եւ սա չանելն է, որ մեզ մոտ տարակուսանք է առաջացնում։ Հիմա եթե անդրադառնանք իրավական գործընթացների կարևորությանը, կարևորության բացահայտ ցուցանիշը այն է, որ խաղաղության նախաստորագրված տեքստում դրա մասին դրույթ կա։ Օրինակ հետվերադարձի խնդիրը շատ կարևոր է Արցախահայության եւ հայության համար որպես մարդու իրավունք, վերադարձի իրավունքը կարևոր է ադրբեջանցիների համար, որովհետև կեղծ օրակարգ ունեն եւ ունեն արևմտյան Ադրբեջանի կոնցեպտ, որի շրջանակներում պետք է փոխեն նաեւ Հայաստանի դեմոգրաֆիան, բայց այս քաղաքական օրակարգով հանդերձ այդ հարցը այնքան չի կարևորվել, որ դառնա պայմանագրային դրույթ։ Բայց եկեք տեսնենք, որ միջպետական գանգատներից հրաժարվելը այնքան կենսական, առանցքային կարևոր հարցադրում է եղել, որի շուրջ տևական բանակցություններ են ընթացել եւ ադրբեջանական կողմը իր ողջ բանակցային ուժը օգտագործել է այդ դրույթը ամրագրելու համար։ Ադրբեջանական կողմի պահանջն էր, կարծես որ պետք է հրաժարվեն, եթե իրենց դիրքերը ամուր լինեին, դժվար կգտնային այդ կրվանից հրաժարվել։ Այո, եւ ադրբեջանական կողմը ըստ էության երկու բան է արել։ Մեկը, որ գործադրել է իր բանակցային ողջ ներուժը, պարտադրելու համար միջպետական գանգատների հետ կանչ, եւ երկրորդը դա ուժեղացնելու համար նախաձեռնել է նաեւ արհեստական դատական գործընթացներ, որպեսզի եւս ճնշում գործադրի այդ դրույթը ամրագրելու համար։ Հիմա սա արդեն ցուցադրում է, թե Ադրբեջանի շահերը որտեղ են, որ կարող են վնասվել։ Այսինքն ցանկացած իրավական գործընթաց վնասում է Ադրբեջանի անվտանգությանը, որովհետև ճշմարտությունը դա չեզոքացնում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ուստի մենք տեսնում ենք, որ միակ հակաթույնը այս ողջ գործելակերպի դա իրավականն է։ Եվ մեծ հաշվով Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել հաղթաթղթեր ունենալ ռազմական ոլորտում, չի կարողացել դա ապահովել քաղաքական ոլորտում եւ միակ ոլորտը, որտեղ մենք հաջողությամբ գործընթացներ ենք վարել, թե ընթացող միջպետական գործընթացներում եւ թե անհատական գործընթացներում, դա հենց իրավականն է։ Եվ մենք ստացվում է հետ ենք քաշվում մի խաղադաշտից, որտեղ հաղթող ենք եղել, եւ փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ շատ վատ ծեծել են։ Եվ ավելին ազգային ինքնասիրության հետ կապված հարցեր են դրել։ Իսկ ինչ է կարծում, խաղաղության պայմանագիր, այսինքն կառավարության մոտեցումը խաղաղության պայմանագիր քննելուց հետո կհեշտանա,
գերիների հետ վերադարձի խնդիրը եւ այդ հարցը ավելի հեշտությամբ կլուծվի, թե պետք է այդ հարցերը լուծել, հետո նոր գնալ ամբողջական խաղաղության գնքման։ Ես կարծում եմ, որ խնդիրները պետք է լուծվեն մինչև խաղաղության առնչվող փաստաթղթերի ուժ ստանալը եւ դա կապում եմ երկու հանգամանքի հետ։ Նախ դա խաղաղությունը վերևից ընկնող երևույթ չէ, որը ներծծվում է մեր արյան մեջ եւ մենք սկսում ենք խաղաղ ապրել։ Խաղաղությունը դա ենթադրում է միջավայր եւ պայմաններ, ենթակառուցվածքներ եւ անգամ հռչակված խաղաղության պայմաններում խաղաղություն կարող է չլինել, կարող են լինել տևական կոնֆլիկտներ, քանի որ խաղաղությունը սպասարկող ենթակառուցվածքներն են բացակայում։ Հիմա հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն չի եղել մի պարզ պատճառով, որ կա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով քարոզվող ատելություն հայերի նկատմամբ եւ էթնիկ խմբերի միջև կա ձևավորված թշնամական հարաբերություն, ինչը հանգեցրել է այնպիսի արտակարգ զարգացումների, երբ ծանրագույն հանցագործություն կատարող անձինք ընկալվել են հասարակության մեջ որպես հերոսներ։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ գործ ունենք աղավաղված հոգեբանությամբ հասարակության մեջ, որտեղ հերոսը եւ հանցագործը կարող են շփոթվել եւ նույնանալ։ Հիմա, որպեսզի մենք կարողանանք նման խեղում ունեցող հասարակության հետ խաղաղ ապրել, այդ հասարակությանը պետք է պատրաստել։ Այսինքն ոնց որ հասարակությունը պատրաստվել է թշնամանքի, նույնքան ժամանակ է պահանջվելու, որպեսզի հասարակությունը պատրաստվի խաղաղության եւ պատրաստման կարևորագույն միջոց մենք ընկալում ենք մարդասիրական խնդիրների լուծումը եւ դա պետք է կրկին թելադրվի Ադրբեջանի իշխանությունների կողմից, այսինքն մարդասիրական խնդրի լուծումը պետք է ցուցադրվի որպես խաղաղության վերականգնման, վստահության վերականգնման միջոցառում եւ դա փոխի հասարակությունների ենթագիտակցությունը, հավաքական ենթագիտակցությունը։ Սա կարծում եմ որպես օբյեկտիվ նախադրյալ եւ երկրորդը չմոռանանք, որ նախաստորագրված տեքստը չունի վերադարձի վերաբերյալ որևէ դրույթ։ Եվ ստացվում է, եթե Հայաստանի քաղաքականությունը անարդյունավետ է եղել վերադարձի հարցում, ունենալով իրավական գործիքներ, քաղաքական բանակցություններ եւ չի կարողացել ապահովել վերադարձը, ապա որքան է հավանականությունը, որ նույն այդ քաղաքականությունը կկարողանա ապահովել հայերի վերադարձը, եթե պայմանագրի դրույթ չի դարձել գերիների վերադարձը եւ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո գերիները զրկվելու են իրենց իրավական պաշտպանությունից։ Արդյոք այդ ասիմետրիկ իրավիճակում ավելի վատ դիրքային պայքարով Հայաստանը կարողանալու է ապահովել գերիների վերադարձը։ Իմ խորին համոզմամբ գերիների հարցի լուծումը իրատեսականորեն կարող է տեղի ունենալ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը։ Եթե այդ կրիտիկական կետերում արդյունք չունեցանք, մենք իրապես այս անձանց թողնում ենք բարձր ռիսկային։